Բարև ձեզ։ Դուք ինչով եք ստեղ զբաղվում։ Ժողովուրդ ջան, ստեղ են ֆեյքերի ֆաբրիկան է գործում։ Ովքեր փողի դիմաց ամբողջ օրը նստած ձեզ հայհոյում են։ Ամբողջ օրը նստած որդեգորույս մայրերին հայհոյում են։ Ամբողջ օրը նստած պառակտում են մտնում ժողովրդի մեջ։ Ժողովրդի մեջ պառակտում են մտնում, Հայաստանցի Ղարաբաղցի են անում, այս այդ գրասենյակն է, նայեք մի հատ, նայեք, դեմքով ճանաչեք այս տականքներին դեմքով, իրանք ամբողջ օրը նստած, զբաղվում են հայհոյանքներով, Հայաստանցի Ղարաբաղցի պառակտումներով, ժողովուրդ ջան, այ իրանք են պատասխանատու այդ ամեն ինչի համար, իրենք ստանում են, ոստիկանություն թող գա ձեզնով զբաղվի ավելի լավ է։ Դուք պատասխանատու եք այս վիճակի համար։ Ճանաչեք այս մարդկանց դեմքով։ Հայհոյանքներ տարածող ֆեյքերի ֆաբրիկան, դեռ կպարզենք ինչ ֆինանսավորմամբ են այս մարդիկ աշխատում, դեռ այդ ամեն ինչը կպարզենք։ Ժողովուրդը պետք է ճանաչի այս մարդկանց դեմքով։ 2.5 տարի այս մարդիկ հայհոյանքներ են տարածել, այս մարդիկ խաղացել են ձեր էմոցիաների հետ, ձեզ պառակտել են, հայհոյել են զոհված որդեգորույս մայրերին, զոհերի ծնողներին, հիմա էլի շարունակում են Հայաստանցի Ղարաբաղցի այդ պառակտումները մտցնել։ Ամոթ ձեզ, ամոթ ոնց եք դուք այդ գումարները մարսում, ոնց եք դուք հանգիստ քնում, ոնց էլի։ Դուք այդ աստիճանի ապաստան սարքապիքներ եք, շշտար, քո կերպարը դրանից երևում է, այդ ցինիկ ժպիտից է, այդ ցինիկ ժպիտից է, քո տեսակը երևում է, դու ինչ է, բայց մտածեք, որ պատասխան եք տալու, այդ ով որ ձեզ գարանտիա կարե, որ պատասխան տալու մարզելու եք, չեք մարզելու, չեք դարվելու եք, սանը, այդ շշտար, Ուրեմն
Այնուամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ մյուս բոլոր գրասենյակները, որտեղ ատելության գեներացիա է արվում գումարի դիմաց, բոլորին մեկ առ մեկ գտնելու ենք, բոլորը մեկ առ մեկ պատասխանատվության են ենթարկվելու, այս ազգին այսքան պառակտելու, արդյունքում հողերը ուղղակի, սենց օրը ցերեկով հանձնելու համար, ժողովրդին նորից բախումների տանելու համար, այս հայ հոյապետությունը ստեղծելու համար, բոլորը պատասխան են տալու, բոլոր գրասենյակների հետևից հերթով գալու են բոլորը։